Ինչպես Թարնյուզն ավելի վաղ հայտնել էր, դերասան Խաչատուր Հունանյանը այս փուլում պայքարում է արագ ընթացող քաղցկեղի դեմ։ Նա մեկնել էր Գերմանիա բուժման կուրս անցնելու համար, իսկ այժմ վերադարձել է Միացյալ Նահանգներ։ Այդ մասին Խաչատուր Հունանյանը հայտնել է սոցիալական իր էջերում հոլովակ տեղադրելու միջոցով։ Նա նշել է, որ մի քանի ամիս պետք է սպասել, ապա կրկին մեկնել Գերմանիա, որպեսզի հասկանան բուժման արդյունքները։ Իսկ այս օրերին դերասանը գտնվում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում իր ընտանիքի կողքին։ Իսկ մենք առաջարկում ենք դիտել տեսանյութերը, որոնք նա հրապարակել է այս օրերի ընթացքում։ Հարգելիներս, բարև ձեզ, հուսամ լավ եք բոլորդ։ Մենք գտնվում ենք Մյունխենի օդանավակայանում, 15 րոպեից կթռնենք Լոնդոն, հետո դրանից մի ժամ էլ հետո կթռնենք Լոս Անջելես։ Ավարտվեց իմ բուժման առաջին փուլը, հաջորդ փուլը կսկսի փետրվարի 12-ից 15-ին գա ժամանակահատվածում։ Շնորհակալություն բոլորիդ, լավ խոսքերի, ջերմ աղթակների ու աղոթների համար։ Ողջույն բոլորիդ, ջերմագին ողջույններս իմ հետևորդներին, ընկերներին, բոլորիդ, հուսամ լավ եք բոլորդ։ Ես այսպես ասած ռեպորտաժ եմ նախապատրաստում այն ժամանակ, երբ որ հարցերը շատանում են, ասացի մատ ոնց որ update անեմ, ասեմ ինչ է կատարվում։ Ուրեմն ինձ մնաց 2 ճառագայթ, մեկը կլինի ուրբաթ օր առավոտյան, մեր մոտով վաղ առավոտյան, մեր գունը 6:45 այս պահին, եւ հաջորդը կլինի 11:30 երկուշաբթի օրը առավոտյան։ Ու դրանով կավարտենք ամսի 11-ին կունենամ կոնսուլտացիա պրոֆեսորի հետ, որպեսզի ճշտուրի օրը փետրվար ամսին երբեմն նորից գալու Գերմանիա։ Ու ամսի 12-ին հետ ենք մեկնում Լոս Անջելես, որտեղ կարևոր պրոցեդուրաները ավարտված են։ Մնում է քիմիոթերապիայի դեղերը խմել, որոնք ասեմ շատ ցավոտ դեղեր են, ռադիացիայի ու քիմիոթերապիայի դեղերի հետ մեկտեղ շատ ուժեղ ցավեր ունեմ, բայց դա ցավերը նորմալ է, որ սենց եմ տանում, քիչ ես տոշիս հատվածում ցավեր կա, ոնց որ չերիքի շունչս, ողնաշարիս հատվածում կա ցավեր։ Իհարկե սրանք ժամանակավոր բաներ են, ինչի մեջով որ մենք անցնում ենք։ Եվ հետո բոլորը հարց կտան, թե ինչ եղավ լավ այսքանից հետո, ասեմ, որ այս ամեն ինչ որ անում ես, ինքը 3 ամիս հետո նոր կարաս MRI անցնես, նորից ինչ-որ մի բան, որպեսզի էֆեկտիվությունը հասկանան ինչա կատարվել, ճշգրիտ նկարները ստանում են 3 ամիս հետո, կուրսը վերջացնելուց հետո, հենց որ փետրվար ամիսը հենց այդ ամիսն է, որտեղ որ պետք է հետ գամ, նորից ստուգեն ու հասկանան որտեղից ինչա վերացել, որտեղ ինչա մնացել եւ եթե կարիք կա հետագա բուժումների նորից մնալ ու անցնել այս նույն process-ների մեջով այնքան ժամանակ, մինչեւ որ կարողանանք հաղթահարենք այս չարաբաստիկ հիվանդությունը։ Ու ընդհանուր առմամբ տրամադրությունները լավ են, չհաշված ցավերը, ոչինչ պետք է լինի, չենք ընկճվում, ինչպես ասում են բոլորը։ Ուրիշ ճանապարհ չկա, պետք է գնանք առաջ, պետք է հաղթենք։ Ես էլի ձեր աղոթներին կսպասեմ, ես գիտեմ բոլորդ աղոթում եք իմ համար, շատ կարևոր է դա, այդ էներգիան ես ստանում եմ ձեզ բոլորից հետ։ Նաև էլ մարդկանցից, ովքեր ֆինանսական աջակցություններ են ցույց տալիս, ես իրականում հատ առ հատ բոլորից հետ շնորհակալ եմ ու Աստված օրհնի ձեզ բոլորիդ։ Ինչ ասեմ, լավ տրամադրվենք, լավ լինենք, հաջորդը արդեն կհասկանանք, թե ինչա լինում մնացածը։ Այսքան բան։ Սիրում եմ բոլորս, ողջույն։ Ես հենց նոր դուրս եկա հիվանդանոցից, եկել եմ ընտրելու, պետք է առողջ ուտեմ, սալատ եւ մնացած բաները։ Այսօր 4-րդ ճառագայթն էր ու ասեմ բավականին լավ ընթանում ամեն ինչ, ուղղակի մի քիչ ցավեր ունեմ, դա էլ քիմիայի դեղերի հետ է կապված։ Մենք հասկանանք վաղը բժիշկը ինչ ուրիշ ուղղություններ կտա, միգուցե դոզա պետք է բարձրացվի կամ միջացնի։ Ամեն դեպս հեշտ process չի,
Բայց դե գնում ենք առաջ։ Ասեմ, որ վախենալու ոչ մի բան չկա, ովքեր որ անցնում են սրա մեջով, դուխով եղեք, ոչ մի վատ բան չկա, եթե ինչ-որ հարցերը կլինի, ինձ գրեք, ես կպատասխանեմ, որտեղ այնքան ինֆորմացիա եմ տիրապետում արդեն, որ էլ ասելու չի, որ այսքան է։ Ողջունում եմ բոլորիդ, այսօր օրը չորեքշաբթի է և նորություններ ունեմ, գնացել ենք բժշկի, հանդիպեցինք բժիշկների խմբին, որոշվեց այսօր ինչ պետք է արվի իմ առողջության հետ կապված, ուրեմն ուրբաթ օրը ժամը 12-ին կարվի Cyberknife գործողությունը, որը որ գլխի շրջանից վերացնում են վատ մետաստազը, լազերային այրում է կոչվում, այտենց մի բան է։ Շատերդ հարց եք տալիս ինձ, թե ինչ գումարների է նայում, ինչ ծախսերի հետ կապված այդ ամեն ինչը։ Տվյալ պահին ունեմ այդ ծախսի հետ կապված նորություն, ուրեմն 22,000 եվրո արժի այդ մի հատ մետաստազը վառելը, շատ հեշտ տեխնոլոգիա, այսինքն բարդ տեխնոլոգիա, բայց հեշտ գործողություն են անում, որտեվ ինչ որ անում է այդ մեքենան է անում, ասենց ասեմ։ Հիմա ուրբաթ օրը դա կարվի եւ վաղը ժամը 1:30 հանդիպում եմ սովորական ճառագայթային բժշկի հետ, պրոֆեսորի հետ, ով որ պետքա նաեւ անի ոսկորների հետ կապված pelvis, hip, այս ողնաշարի ու ոտքի հատվածներում հավաքված մետաստազների վերացման հարցով։ Դրա հետ կապված էլ կունենամ նորություն վաղը։ Հələ որ այսքան է, ինձ թվում է դուխներս տեղն է, ամեն ինչ նորմալ է, բոլորիդ առողջություն եւ լավ օր եմ մաղթում։ Նշենք, որ Խաչատուր Հունանյանը հերթական հոլովակը հրապարակել էր 3 ու պատմել այն մասին, որ քաղցկեղը բույն է դրել գլխի շրջանում, ոսկորների մեջ եւ մեջքի հատվածում։ Այդ տեսանյութը եւս Star-News-ը առանձնացրել է եւ առաջարկում է ձեզ լսել հենց այս հոլովակում։ Ողջույն իմ շատ սիրելի հետևորդներ, ընկերներ, բարեկամներ եւ այն մարդիկ, ովքեր շատ մտահոգված են իմ առողջական իրավիճակով, ուզում եմ երկու բառով բացատրեմ ինչա կատարվում, որտեվ բազմահազարանոց նամակներ եմ ստանում, այդքանին անհատական պատասխանելը շատ դժվարություն է այս պահին, բայց ասեմ ինչա կատարվում երկու բառով։ Այսօր MRT եմ անցել, MRI, ամբողջ մարմնի համար ստուգել են, թե որտեղ է քաղցկեղը հիմնականում բուն դրել, ոսկորների, թոքերի եւ արդեն մի քիչ գլխի շրջանում, ուսի շրջանում տարածում կա, սակայն բժիշկների թիմը, որ պետքա չորեքշաբթի օրը հանդիպեն, վերջնական հասկանանք ինչ ուղղությամբ են գնում, շատ հուսադրող բաներ են ասում ու ամեն ինչը լուծվելու է ժամանակի ընթացքում, հենց որ կամքն է կարևորը ու ձեր աղոթները, որ ամեն ինչը տեղա հասնելու, ես համոզված եմ։ Եվ շատ նամակներ եմ ստանում դոնացիաների վերաբերյալ, թե ինչի ասենց, ինչի է փակվում, ինչի է բացվում, ասեմ, որ բավականին թանկ բուժման մասին է խոսքը գնում, կարող է ամիսների տևողություն լինի, կարող է տարվա տևողություն լինի, ու այս ամեն ինչը իրականում շատ թանկարժեք վիճակ է։ Դրա համար ամեն մի փոքր օգնություն, որ կատարվել է ու կատարվում է, խորին շնորհակալությունս եմ հայտնում դրա համար, այդ ամեն ինչը հասանել է դարձել մենակ ձեր շնորհիվ։ Այնպես որ ոնց ասեմ, շնորհակալ եմ նորից եւ նորից ձեզ բոլորիդ եւ չորեքշաբթի օրը նորից հանդես կգամ ավելի մանրամասն բուժման կարգի ու մնացած հարցերի շուրջ։ Լավ եղեք։